Ես Արտուր Արզումանյանն եմ, ուրեմն ցանկանում եմ պատմել երկու հանցագործների մասին, որոնք մարդասպաններ են, ուրեմն բժիշկներ են, բայց իմ մոռանալով Հիպոկրատի երդումը մարդկանց խոշտանգումների են ենթարկում վիրահատության քողի տակ եւ ուրեմն պատճառում ծանր առողջական վնասներ ու բացի այդ վերջում էլ թույն են ներարկում, որպեսզի տեսադաշտից վերանան իրենց ընդդիմությունը, այսպես ասած։ Խոսքը վերաբերում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանին եւ նույն բաժանմունքի օրդինատոր Լևոն Մկրտչյանին։ Ձախ ոտքս սրունքը կոտրվել էր, գնացի այնտեղ, իստարան, ուրեմն վիրահատության ընդհանրապես պետք է մի հատ գիպս տնեին ու վերջ ինչ արեցին, վիրահատության քողի տակ կատարեցին դավադրություն։ Ոսկորներս կտրեցին, հանեցին 11 սացի 2-ի վրա կոտրված ոտքից, որը կա ռենտգեն արձանագրություն, ռենտգենոլոգի կողմից եւ ռենտգեն նկար հաստատող։ Ուրեմն ինֆեկցիա մտցրին, այդ նույն ոտքս կոտրված, ձախ ոտքս, սրունքը ինֆեկցիա, որից հետո իսկ մյուս առողջ աչվոտը, ուշադրություն դարձեք, մյուս առողջ ոտը մտցրեցին 1.5 սանտիմետր երկարությամբ ասեղի կտոր։ Վիրաբուժական ակցիանով կտրում են կարելու ասեղը եւ մտցում մյուս առողջ ոտը, որպեսզի հաջորդն էլ այդ խնդիրը առաջանա, գանգրենա տա, ես չգիտեմ ինչ, որպեսզի մեկ էլ դրանով զբաղվեն, բիզնես են անում։ Ուրեմն 11 ամիս անց, երբ որ այլ բուժ հաստատություն ձախ կոտրած ոտքս մի կերպ փրկեցին ամպուտացիայից, որ նրանք նախապատրաստել էին, այս Կարենն ու Լևոնը, դրանից հետո ես ներկայացրի, որ աչվոտս էլ է ցավ, որոնք զարմացան բժիշկները, ո՞նց կարող աչվոտը ցավ, աչվոտը ինչ կապ ունի ձախի հետ։ Եվ հայտնաբերվեց ասեղի կտորը 11 ամիս անց սևացած հանեցին, որի նկարը կա ինձ մոտ։ Դա երբ է տեղի ունեցել։ Դա եղել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ուրեմն քրեական գործ է հարուցվել 1 տարի անց, երբ այս փաստերը բոլորը արդեն իհայտ են եկել, ապացուցվել են, որը կոչվել է մինչև 2022 թվականի բոլոր օղակներում դատական համակարգի, որից հետո նոր փաստեր, էլի նոր փաստեր են հայտնաբերվել, որ երակից մեջ են օտար մարմիններ մտցրել, ոտքից երակից եկել է այստեղ բարձրացել եւ խցանել է երակի 70%-ը եւ սրտի շրջանում 40% են մտցած նյութերը։ Իսկ անձամբ իրենք ինչ են պարզաբանում բժիշկները։ Ինքը Կարեն Մանուկյանը բաժանմունքի վարիչը ասում է ասեղը լովն է մտցրել, այսինքն բուժող բժիշկը, ես քո ընկերն եմ։ Առանց պարզաբանել լովը ինչու է մտցրել։ Իսկ ինֆեկցիայի մասին եւ թույն ներարկելու մասին ասում է մենք ոսկորի մեջ բան չենք սրսկում, ախր ինչ ունենք սրսկելու, բանը թույն որտեղից կարող է լովը ոտի մեջ թքել է։ Ես ասում եմ դուք թքում եք ոտի մեջ, իսկ վիրաբուժության գծով նախկին փոխտնօրենը ասում է ես էլ եմ տենում, հիվանդի սիրտը վատացել է, շնչահեղձ տայել են վերակենդանացման բաժին, հակաթույնի երակային ներարկում փրկվել է, իսկ էպիկրիզում գրել է երիկամային խիտ, ուղեկցող հիվանդություն, այսինքն ցանկացել են թույն ներարկելու փաստը ծածկել, իբր ինձ մոտ եղել է երեկամի պրիստուպ, դա էլ այդպես են արել։ Իսկ այսօր ում եք պատրաստվում դիմել։ Դրանից հետո ուրեմն 24 թվականին նորից դիմել եմ գլխավոր դատախազին, փաստերը ներկայացրել, նորից քրեական գործ է հարուցվել նոր, դարձյալ նույն պատմությունը կոծկվում է, շարունակվում է դեռ, անընդհատ կոծկվում է, ավան եւ նոր շրջանների դատախազությունը իր քննչական բաժնի ենթակա կեղծում է ամեն ինչ, միայն գրում է ձեր ասածները անհիմն է, ուստի այն մերժում է, չգրելով ինչն է անհիմն, ասեղ մտցնելը, թե ոսկորներս կտրատել թափելը, որոնք փաստերով հաստատված են, որից հետո ընդհանուր աշխարհ դատարանը, որը կոռուպցիայի մեջ է, եւ վերաքննիչ դատարանը, եւ վճռաբեկը, հերթով այդպես շարունակում են տարբեր գործերով, միջդատական պրոցեսներով, բոլորը կեղծվում են հերթով։ Իսկ Կարեն Մանուկյանը եւ Լևոն Մկրտչյանը կաշառատուններ են եւ խոչընդոտում են բնականոն ընթացքին դատավարության։ Ոչինչ չի կատարվում արդար ձևով եւ շարունակում են ընդհատակյա սպանդը ուրեմն մեր խեղճուկրակ ժողովրդի նկատմամբ։ Ես փաստեր ունեմ Facebook-յան բժիշկների Facebook-յան ցուցակում էլ կան։ Քանի մարդ են սպանել դրանք գրված եմ
հիմնականում կանայք են գրել, որ իրենց հարազատին էլ սպանեցին, իրենց ծանոթին, իրենց հորը կամ մի շարք մարդկանց դարձրել են հաշմանդամ։